Հաղորդումը հասանելի է FM 107.5 HD3 Լոս Անջելեսի ամենահայկական հաճախականությունն է ուղիղ եթերում։ Ես Ռաֆայել Մնացականյանն եմ եւ հատուկ ձեզ համար եկա որպեսզի խոսեմ ինչ կա ինչ չկա նախ վերջին րոպեների գուցե ամենաթեժ նորությունը դեռ չի հասել ստուդիա, երբ տեղեկացա Շիրակի թեմի առաջնորդը Իդեպ ասացի պարոն Աճապահյան, ոմանք ընդվզեցին, պետք է ասես սրբազան, ամեն դեպքում ամենայն հարգանքով, բայց Միքայել Աճապահյանը դատապարտվեց ազատազրկման վերդիկտը հրապարակված է, հանրային մեղադրողը 2.5 տարվա ազատազրկում էր պահանջում Աճապահյանի համար, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքը վճռով մնացել է անփոփոխ Եվ այս պայդրությամբ արդեն տեղյակ ենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աճապահյանը դատապարտվեց ազատազրկման 2.5 տարվա փոխարեն 2 տարով եւ հիմա ամբողջ համացանցը Facebook, հարթակները, դիմություն, ընդդիմություն, իշխանություն, այսպես կոչված այլընտրանք ակտիվորեն քննարկում են Այս եղելությունը ես ձեզ հարց կտամ, հարգելի ռադիոլսողներ, ինչ եք դուք մտածում այս ամենի շուրջ 747-477-3444 մեր ուղիղ եթերի հեռախոսահամարն է, մենք Facebook-ով եւս հասանելի են, կարող եք նաև Facebook-ով մեկնաբանել Ես մի քանի անգամ դիրքորոշումս հայտնել եմ այս կապակցությամբ եւ քանի որ Facebook-ով ու YouTube-ով մեկնաբանությունները մարդկանց կարում ես կարդաս Ոնց հասկանում եմ, այդքան էլ շատերը չեն կիսում իմ կարծիքը։ Կարծիքս հետևյալն է, նորից եմ կրկնում։ Մեր երկրում այնպիսի մարդիկ, այնպիսի բաներ են ասել, ոմանք անգամ ասել են ու արել են, որոնք ազատության մեջ են, որոնց նկատմամբ անգամ գործ հարուցված չի, եւ Աճապահյանը սիրում եք իրան, չեք սիրում, ձեր գործն է։ Այո, երկու անգամ կրկնել է, որ ասել է նախկին նախագահներին, որ պետք է հեղափոխություն լինի եւ զարմացել է ոնց է ստացվում, որ ամեն մեկը 10 եւ ավել տարի բարձր պաշտոններ ունենալով եւ երկրի տեր տիրական լինելով, իրենց հավատարիմ գեներալ ու բարձրաստիճան զինվորական չեն ունեցել, ովքեր պետք է ռազմական հեղաշրջում անեն։ Էս ասես մարդը, էլի Ես դատավոր չեմ, ես ոչ մեկին չեմ ուզում պաշտպանեմ կամ մեղադրեմ, բայց ասում եմ, եղբայր, ես ապրում եմ Երևանում, գրողը տանի, ես ապրում եմ այս քաղաքում, որտեղ ես տեսնում եմ ինչ մարդիկ ոնց են ապրում, ինչ բարքերի, ինչ հայտարարությունների մեջ, ու ոչ ոք այդ մարդկանց հետևից չի գնում։ Ոչ ոք դատական գործ չեն հարուցում։ Հիմա այդ մարդը ասել է, օքեյ, լավ բան չի ասել։ Լավ բան չի ասել, հեչ լավ բան չի ասել, այո պատասխանատվությամբ պիտի ենթարկվի, բայց 2.5 տարի տանել նստած ես չեմ ազգանում։ Հիմա այսօր ներեն, ձեր կարծիքը ընկերներ լսեմ, մեր քաղաքում աստված իմ 10 հոգի մարդ են տվես սպանե, ոչ ոք չի պատասխան տալի։ Ոչ ոք։ Ծեծելով մարդ են տվես սպանե, ոչ ոք պատասխան չի տալի։ Այն բժշկին քացիների տակ գցեցին, կնգա ու երեխեքի աշկի առաջ գլուխը ջարդեցին ոտերով, ոչ մեկ պատասխան չի տալի։ Այս երկիրն է, այս երկիրը Աճապահյանը ասելա ռազմական հեղաշրջում պիտի լինի, ասելա, լավ չի արել ասելա։ Թող այն ժամանակ խոսար, Քոչարյանի ժամանակ կարար Աճապահյանը ասեր, պիտի ռազմական հեղաշրջում լինի։ Տուն ու տեղով եկեղեցով այնց ռազմական հեղաշրջում կանեին Աճապահյանից ճնջ էր մնա։ Այդ սաղն են հասկանում, բայց մի խոսքով ես չեմ ընդունում, լիքը բան ես չեմ հասկանում, ես ընդվզում եմ եւ կարծիքս 10 տարի եթերում արտահայտում եմ տարբեր բաների շուրջ, այս էլ եւս հերթականն է։ Ըստ մեղադրական եզրակացության Միքայել arczepiskopos Աճապահյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով arczepiskopոսի հոգևոր աստիճան եւ հանդիսանալով հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, բարբերաբար հրապարական ելույթներով հանդես է եկել զանգվածային լրատվության միջոցներով եւ հեղաշրջման կոչեր է արել։ Okay Սպասեմ նայեմ ձեր արձագանքներին շուրջան, աստված իմ, թո բանան են, դատապարտեն, մի հատ են մանկապարտեզ ծախողին դատապարտում են, ամեն օր Facebook-ումս բերում է, ահա այսպիսի մանկապարտեզ պիտի լինի, իշխանության ներկայացուցիչներ, էլի եմ ասում, այս իշխանություններին ինչքան ես եմ պաշտպանել
ինչքան ես եմ բացատրական աշխատանքներ տարել, ոչ ոք չի արել, ոչ ոք, ու ես դա ասում եմ պարզ դիրքորոշմամբ, ես միշտ պետության կողմից եմ լինելու, միշտ պետության կողմից, որովհետև ես գիտեմ ովքեր են կեղծ ընդդիմություն խաղում, եւ ես երբեք չեմ կարա թելեմ այդ մարդկանց թելը, երբեք հակապետական որևէ գործունեություն չեմ ծավալի, բայց երբ որ իշխանությունը, ախպեր ջան, Արայք Հարությունյանը մեկը, այս վերջերս նկար էր հրապարակել, ահա այսպիսի մանկապարտեզներ պետք է լինեն այսուհետ Երևանում, Հայաստանում, ցուցատալի շատ սիրուն մնգո, ընտիր, փուչիկներով, ծաղիկներով, սիրուն եւ այլն ապրեք, օքեյ, շատ լավ, բայց այդտեղ հարց կարամ տամ, պատահեք այն մանկապարտեզ սեփականաշնորհածները, որ մանկապարտեզները ծախեցին կեսը էլիտար շենքի տակ, կեսը իրանց տուն ու տեղ սարքեցին, այդ մարդիկ պատասխան չեն տալու, ահա Աջապյանին դատում եք, լավ եք անում, օքեյ, լավ եք անում, տերա դու դատեք, բայց այդ մարդկանց մի օր պատասխան կտանք, ասենք նախկին նախագահ շատ հայտնի անձնավորություն, ինչերի մեջ ասեց մեղադրեցին բենզինի գործով են դատում, իբր $5,000, $50,000 իբր տարեբան, ամոթ չի, $5,000 թե 50,000 ինչ որտե այդ կարգի բաների մեջ։ Ինչ ասես մեղադրում եք։ Այ երբ որ, այդ եմ ասում, այն ամենախոշորներին կդատեք, այ երբ որ այն ամենախոշորներին, այն որ թափտակ ու ինչ ասես կընկնի, ես վստահ եմ որ լիքը բան կընկնի։ Ուր կընկնի, դա չի հարցական է, բայց որ մի բան կընկնի հաստատ, այդ ժամանակ կխոսանք, հետո այս օրը կհիշենք, հետո այս եթերը կհիշենք, հետո ժողովրդին կհիշենք, եւ այդ մարդկանց ովքեր մտածում են, ասում են, լավ էլի, մեր երկիրը լավ երբ է վերջը երկիր դառնալու, վերջը երբ, չգիտեմ, ես ուզում եմ հավատալ, որ շուտով, ես ուզում եմ հավատալ, որ մենք ենք են մարդիկ, են սերունդը, որ տեսնելու է այն Հայաստանը, որի մասին խոսում են դասականները, ես ուզում եմ դրան հավատալ, եւ այսօր մեր update լրատվականի վերլուծական հատվածում ծավալուն այս թեմայի շուրջ եմ խոսել, երբ որ Ադրբեջանը իր նավթադոլարները եւ մնացած ուժերը այս տարիների ընթացքում օգտագործեց, ամար սաղ Եվրոպային առավ, սաղ Եվրոպա դեպուտատ, պարլամենտ, սաղին առավ, ու ես տեսնում եմ ինչեր են առնում մերոնք, ինչեր են անում դրսերում, ինչ միջոցների մեջ ասում, թե ասարա լավ, այս առել են, լավ են արել, օքեյ, իրանց գործն է, ես դատավոր չեմ, բայց տեսես մի դեպուտատի գրպանը մի $100,000 փող կողել են, մի կոպեկ փող դրել են, ասել են պրո-հայկական կքվեարկես, եթե անկես խելքս բան չի կտրում, չեմ կարծում պես բան արած լինեն, ոնց թե մի հատ մաշինա ավել կառնենք, ինչ դեպուտատ, իսկ նրանք, հələ տեսեք ուր գնացին հասան, Դանիայի ես 3 առաջի օրը Կոպենհագենի թագավորական պալատի Ալիևի ընդունելությունը դուք տեսել եք, որ թագուին ու թագավորը ասում են մեր տասնամյակների բարեկամ, արա թագավորներին միապետություն, դա էլ է միապետ էլ դրանք են, բան չունեմ ասելու, բայց այդ շատ կարևոր է, էլի ինչերի մեջ ես, ոնց ես են թելերով, կամ ասես կապես, մարդկանց պահում են ոչ թե հաստ ճոպանները, այլ թելերը, նուրբ, սենց թելերը, որոնք մենք չհյուսեցինք մենք այդ թելերը որևէ տեղ, ու այսօր update լրատվականում դրա մասին եմ խոսում, ասում եմ Նյուրենբերգ եմ խոսում, չեմ խոսում դալարիկ, ասում Նյուրենբերգում, Գերմանիա, որտեղ եղել է Նյուրենբերգյան դատավարությունը, որ ասում ես Նյուրենբերգ ցանկացած քիչ թե շատ կրթված մարդ սարսռում է, որտեղ հասկանում է Նյուրենբերգը դիտեն քաղաքներ, որտեղ վճիռ եղավ նացիստների վճիռը, դատավճիռը ու կախեցինք ճորտվեի մացիրը նրանց, ովքեր մարկության դեմ ոճիր են իրագործել, անդե միջոցառում են անում, սա կպատմեմ, մի հատ ռադիոլսողներին լսեմ, հետո կպատմեմ, հա, տեսնենք ով է միացել, բարև ձեզ, բարև ձեզ, լսում եմ ձեզ, Ռազմիկ Ամյան, չունի աշխարհը քեզ նման, էդ ով է, Ռազմիկ Ամյան, դուք երևի հաղորդումն եք շփոթել, հիմա դուք որտեղով եք լսում հաղորդումը, Facebook-ով, ահա, կրկնությունն եք լսում, հարգելիս,
Կներեք։ Ձեզ լավ որ ձեզ, հա։ Ամեն դեպքում ձեզ լավ որ։ Շնորհակալ եմ, ձեզ էլ հարգես լավ որ։ Ահա։ Վերջ։ Տարամ պարամ պամ պամ։ Վերջ։ Ընկերներ, Նյուրնբերգ մի խոսքով։ Նյուրնբերգ ով է եղել Նյուրնբերգում։ Ես եղել եմ, ես ասել եմ, երկրորդ աշխարհամարտի ամեն մի դիպվածն ու դրվագը իմ դիպլոմային գուցե եւ գիտական աշխատության մասն է։ Ես երկրորդ աշխարհամարտի թեման եմ ընտրել որպես political science չէ, սովորում գրողը տանի։ Երբ որ դիպլոմային աշխատանքս էի գրում, երկրորդ աշխարհամարտն էր իմ թեման, նեղ մասնագիտական ու բոլոր դրվագներով անցել եմ եւ երկրներում եմ եղել գրեթե բոլոր, մենակ չեմ եղել Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքներում, ընդհանրապես Ճապոնիայում չեմ եղել եւ հույս ունեմ, ասենք ամառը առաջիկա ամռանը հույս ունեմ լինել, որովհետեւ Հավայան կղզիների Պել Խարբերի մատույցներից, Ֆորտ կղզուց, Նյուրնբերգից, Դրեզդենի, ֆոսֆորային ռումբերի հրետակոծությունից, Ֆրանկֆուրտի գործարաններով, Չեխիայի գետոներով, Վարշավայի ճամբարներով, Աուշվիցով եւ Տրիբլինկի, Բուրկինաո, ավստրիական Անշլյուզի հրապարակներից մինչև մի խոսքով ամեն տեղ, էլի, որտեղ որ հնարավոր է, չգիտեմ, ամեն տեղ։ Եվ Նյուրնբերգ ասելով, այդ դահլիճը, որ դու մտնում ես, եւ հասկանաս, որ այստեղ 45 թվականին աշխարհի գերտերությունները, ովքեր վճռել էին հաղթելու, իսկ գրքիցս հատված եմ կարդալու, այդ նացիստներին մահվան դատապարտեցին ու այդ քաղաքում 3 չի առաջի օրը Ադրբեջանը թուրքական դեսպանատան հովանավորչությամբ եւ Բունդեսթագի պարլամենտարիզմի փողերով կազմակերպում է ցուցադրություն մշակութային, որը կոչվում է Արևմտյան Ադրբեջանի մշակույթը։ Արա այ անդիմադատմիկներ, բա դուք ինչի չեք խոսում դրա մասին, բա ասում է TV-ով տենց բաներ մի խոս, բա այս դրա մասին պիտի խոսանք։ Բա ինչի մենք չենք կարողանում հակադարձել։ Գիտեք ինչ ա եղել այդ Արևմտյան Ադրբեջան կոչված ցուցադրության ժամանակ Աստվածիմ։ Բերել են մի հատ ավանակ, նայես մի հատ թրջված թրթուր։ Ասում են, ահա, Երևան Փաշայի ժառանգը, անուն Ալի Խեմեյնի եսին ֆլան ֆստան, ու ազգանուն էլ Երևան։ Այ ես եմ, սրա մասին եմ գլուխս, որ կոտրվում է, գլուխ եմ ջարդում, ինչի եմ ես ամեն ինչը խոսում։ Ասում, բա ձեր Բագրատունիները ուր են, բա ձեր, չեմ ասում Արտաշեսյան, Արշակունի, բա Լուսինյանների, բա մեր պետական Մակարդակով Զաքարյանների վերջին թագավորական իշխանյաց տան պաշտոնական ներկայացուցիչները ուր են։ Թիֆլիսի մեր բանի օլիգարխ պիտի ասեի, ազնվականները ուր են։ Կացիներով սպանել են Ղարասաղին, մենք։ Մեր պետության կերտողների ժառանգները ուր են։ Ով է տեսել այդ մարդկանց։ Այն ասում սուտ են ասում, արա դուք է սուտ ասեք։ Այն դրանք հորինած կերպարա բերե ավանակը։ Արա դուք էլ պակաս ավանակն դուք չեք տարեք, հորինեք մեկին աշկը կողեք։ Ասեք ես էլ Զաքարյանների ցեղի ժառանգն է։ ԴՆԹ թեստ չեն գալու հանձնեն, բայց մի քիչ պատիվ պիտի մարդ ունենա, չէ։ Մի քիչ թասիբ պիտի ունենա։ Կեսին սպանին, կեսը փախավ, այտենց ոնց կլինի։ Այ մենք պիտի պետական մակարդակով ունենայինք կամ ունենք գտնենք այդ մարդկանց, ովքեր մեր ազնվականների ժառանգներն այդ մարդկանց բերենք առաջի դաշտ։ Այդ մարդկանց չեմ ասում հիմա միապետություն հրճակենք, բայց այդ մարդկանց իմանանք։ Մեր վերջին թագավորյաց ընտանիքի եսիմում 6-րդ պորտի, 10-րդ պորտի եսիմ որ ժառանգն է։ Այն բերել են Երևան Փաշի ժառանգն է։ Ով աստուգե, ոնց են արել, ոչ ոք չգիտի, բայց Նյուրնբերգում տարել են ցույց են տալիս նկարով։ Իր իբր ապու պապի նկարի առաջ Երևանի խանն է իբր եղել նկարվում է։ Բա դուք չեք ամաչում տղեկ։ Բա այդ էլա հերատեսություն, դա էլ է պետական մտածելակերպ, դա էլ է Թանապես ազգասիրությունը այդտեղ է, մենակ Մասիսի մասին երկելով լացելով չի է։ Մի մերրեք, ապրեք, գնացեք գտեք դրանք ովքեր են, Լուսինյանները ովքեր են, ժառանգները, էլի այդ մարդկանց, Զաքարյանները, չգիտեմ, ես ազգագրագետ չեմ գրողը տանի, բայց
որպես լրատվության ներկայացուցիչ այդ ամենը տեսնելով ցավ եմ ապրում։ Որ ես գիտեմ, այս 1000 անգամ ավելի շատ խոսալու տեղ ունի հայ մարդը, բայց չի խոսում այսօր։ Երեկը չի խոսացե, երեք չի առաջի օրն չի խոսացե։ Մտնենք Բաքու չայ խմենք, պետք չէր չայ խմել, պետք է ցույց տային այն մարդկանց, այն ընտանիքներն ու գերդաստանները, ովքեր դարերով ապրել են բնիկներին, ում հետ խոսում ես, ասում ես մշեցի եմ։ Այն օր, այսօր լվացքի մեքենաներ փճացե տան, կանչում ենք վարպետ գալիս է, խոսած ասում ես բանից եմ, ղարսեցի եմ։ Ասում եմ, պապայի տարիքի մարդ է, էլի մի 55 տարեկան։ Ասում ինչ ղար, նոր ղարսից է, չէ, հին բնիկ ղարսեցի եմ։ Ախպեր ջան, ասում եմ, ղարսը 21 թվին է անկում ապրել բանի Կարսի պայմանագրով 20 այդ որ թվից ում դες դու բան ասում 68 ասեց 9 ասեց բան ասում այսինքն քեզնից 50 տարի առաջ է Կարսը կորեսեն հերեցկի Կարսում չի ծնվել այ անգեր դե չէ պապս սնդև եսի ինչ բանը շաուրմի գործեր են սենց ոնց կլինի այս սա է խնդիր ասա արմատները սնդեղից են բայց դու մի ասա ես բնիկ Կարսից եմ դու բնիկ ոնց կարաս Կարս Երևան հազիվ լինես բնիկ այս սա մեր խնդիրներից մեկն է արմատներով բոլորս մի տեղից ենք արևմտյան հիմնականում Հայաստանի մի մասը Սիրիայից է մի մասը Պարսկաստանից է մի մասը Լիբանանից է մի մասը Եգիպտոսից է հայի ճակատագիրն է գրողը տանի բայց երբ որ ասեմ չգիտեմ հիմա ես Ալեքսանդրիայի հայերի բան ասի ես բան եմ Եգիպտա հայ եմ ասենք ծնվել է իր հայրն էլ է ծնվել Երևանում ինքն էլ է ծնվել Երևանում հիշել արմատները վատ բան չի ոչ թե վատ բան չէ շատ լավ բան է օրինակ մերոնք ես գիտեմ Բիթլիսից են այդ պատմել եմ այդ պատմությունը մեր ազգանունը ուրիշ ա եղել հետո մնացական պապը ողջ է մնացել դարել է մնացականյան մի խոսքով ինչպես ամեն մի հայի տխուր ճակատագիր մենք էլ տխուր ճակատագիր կեսին վառել են կեսին սպանել են կեսը փախել է էդ է հայի բախտ բայց ես ասեմ Բիթլիսցի եմ կասեն արա ցնդվել է այս տղեն այնքան խոսած ունեն զանգեր ստացավ գժվավ վայ Գնանք առաջ ընկերներ, կոմենտներ, մեկնաբանություններ իմ սիրելի ռադիոլսողներ։ Բարևներ Գերմանիայի Մարնե քաղաքից։ Վաղուց ուղիղ եթեր չի կարողանում միանալ աշխատանքի բերումով Նարեկ Մկրտչյանն է։ Բարի գալուս Նարեկ, շնորհակալ եմ որ միացաք մեզ, միշտ հաճելի եմ, սպասում ենք ձեզ։ Բարի Տերեզա Բուջարյանն է ասում Good morning and good evening to my favorite people Աննա Կիսելյովա սրտիկներ ուղարկում Աննա ջան, հարգանքներս ողջույն Շոու էր, բարի լույս և բարի երեկո Լեկ Բալբոայից Նարան Ասլանյան, բարև ձեզ, ողջույն հարազատներ, Վիտիեր քաղաքն է այստեղ Զաքար Գասպարյանի գլխավորությամբ, բարև Ռաֆայել ջան, ասում է Լուսի Ավագյանը, բարև ձեզ ընկերներ, դե ինչ ասեք, միթե այն ինչ գոնե ասում էի սպահը հանկարծ սուտ է, միթե այն ինչի մասին խոսում էինք, այդպես չի, օրինակ, այստեղ բանը Դավիթը Դերմենջան ասում ողջույն Ռաֆայել ջան, կարևորը մենք աշխարհը մերն է երկենք, թշնամիներին թերագնահատենք, Բաքու ենք մտնելու, թե ենք խմելու, ամենակարևորը, որ մենք իրար միս ուտենք ու եղածի մնացածի մասին չմտածենք, Դավիթ Դերմենջան։ Բա ոնց փոխենք եղբայր, ոնց փոխենք։ Ես առաջարկում էի ընդհանրապես այս միաբանության բանի այս փառատոնների շրջանակներում այդ ամեն ինչը օրակարգային դառնա, էլի որ միասին, միահամուռ, որ sense ֆեստիվալը ինչ որ այս է, դառնանք ավելի միասնական։ Զանգ ունեմ, տեսնեմ ով է միացել, բարև ձեզ, ողջույններ, Բարև ձեզ։ Ես դրա հաղորդումը լսում էի, կուզեի մի երկու բան ասեք։ Ասեք։ Առաջինը որ ուզում եի ասել, ճիշտ է մի քիչ տարօրինակ է, որ այդ Աջապայանին ասենք բանի տակ են էլի պահում, այդքան ոնց որ փագի տակ են պահում, դա միգուցե էլի կարող ավելի հենց նշանակում որ մեր դատական համակարգը անկախ է, թե չէ թե ասենք լոգիկայով է նայում իշխանությանը ընդհանրապես ձեռ չէր տալի որ իրան փագի տակ պահեին, հա, ասենք իրաց մանավանդ դրություններից առաջ եւ այլը, իրաց վարկանիշի համար ավելի վատ է։ Դե դրա հետ էլ միասին երևի ասենք պետք է ասենք որ մինչեւ հիմա երևի նախկին իշխանությունները դեռ
դեռ բան ունեն, էլի ազդեցություն ունեն դատական համակարգի վրա, որտեղ այս գործողությունը, ասենք, իրանց դատապարտելը եւ այլը, բանի վարկանիշին մեծ վնաս է հասցնում իմ հասկանալով, էլի։ Այսինքն ձեզ իշխանության դեմ նախկինների ազդեցության արդյունքում դատեցին Աջափահյանին։ Նո, էդի վերջը ես չգիտեմ, ես ուղղակի դες մտածում եմ, որ ասենք հենց ասենք մարդուն փագիտակ են բան, որպեսզի նեգատիվ ազդեցություն լինի, ասենք բանի վարկանիշի վրա, էլի, իշխանության վարկանիշի վրա, որտեղ ակնհայտ է, որ ինչքան իրան փագիտակ են պահում, ասենք այդ հոգեվորականներին, այդքան դա ավելի նեգատիվ ազդում է, ասենք իշխանության վարկանիշի վրա։ Իմ կարծիքն է, չգիտեմ, ես հաստատ ոչ մի բան չեմ ասում, էլի։ Պարզ է, բոլորի կարծիք են կարծում, հա։ Մյուսը մի բան էլ եմ ուզում ասել, ճիշտ է, մի քիչ տարօրինակ է, որ ասենք եթե ասենք ինչ-որ Ադրբեջանը ինչ-որ ցուցահանդես է կազմակերպում, եւ այլ, այդպես բաներ, ու էդի ասենք իրանք ոնց հալա ջուղի պես ընդունում են, ասենք որ էդի տենց է, իրանք կասկածի տակ չեն դնում, չեն ասում են, մենք մեր ձևով ստուգենք, էսի ճիշտ է, այս ամեն ինչը Եվրոպայում Եվրոպան ստուգի թե իրանց երկիրը։ Չէ, Եվրոպացի քիմ այսինքն դուք ասում ձեր ասելը ոնց որ դուք նկարագրեցիք, որ իր ձևի ցուցահանդես ասենք բերեն ստե ցույց տան անեն, իրանք էդի հիմք են ընդունելու իրանք մտածելակերպի կամ բանի համար, հա։ Իսկ թվում է հենց տենց, հա, PR-ը, հա, PR-ն անում, էդի տենց գիտական չի։ Բանը տարօրինակ է, էլի։ Դե ինձ համար էլ է տարօրինակ, իհարկե։ Եվրոպացիք ասենք, այդպես բերամու հիմք են ընդունում այդ ամեն ինչը, ու իրանք համար է դա։ Էքսպոն գիտեք ինչ է, վստահ եմ։ Էքսպոն գիտեք, չէ՞ ինչ է էքսպոն։ Այդ այնց էքսպոյի պես բան են անում։ Ես 1000 անգամ էքսպոյի եմ մասնակցել, կյանքում մեկը չի եկել ասել, վայ ձեր տաղավարում իրավական փաստաթղթեր են թե կեղծ։ Ինչ ուզում ես ցույց տալի։ Դու կարևորը փողը տվել ես, մնացածը իրաց գործը չի։ Մի բան էլ ասեմ, էլի Ռաֆայել ջան, եթե կարելի է, մի բան էլ ասել։ Ինձ հետաքրքիր է, դուք պատմության հետ ասենք շատ եք շփվել, էլի։ Մենք ունեցել ենք առաջին հանրապետություն, առաջինից փոխվել է երկրորդ, հետո երկրորդից երրորդ, հիմա այդ ընթացքում այդ փոխվելու ժամանակները էլի հետաքրքիր է ուղղակի էլի էլի ցենց ասենք ինչ որ խոսակցություններ բան եղել է թղթի երկրորդից փոխվում երրորդ առաջինից փոխվում երկրորդ եւ այլ ասենք շատ լավ հարց է, շատ լավ հարց է, ընտիր հարց է, որովհետեւ ասենք իմ կարծիքով ես չգիտեմ ես նպատակը որն է փոխել 4-րդ հանրապետություն եւ այլը չգիտեմ էլի ասենք կարծիքը ճուրը պետք է լավ է թե վատ է բայց մենք պետք է հասկանանք մի բան որ աշխարհում ոչ մի բան մշտական չի էլի մշտականը մենակ փոփոխությունները իհարկե փոփոխությունները կարող է լինեն լավ եւ վատ, ասենք փոփոխությունը ավտոմատ չի նշանակում լավ փոփոխություն, էլի։ Հա, բայց ամեն դեպքում աշխարհը փոփոխվում է, մենք պետք է կարողանանք մի քիչ այդ փոփոխվող աշխարհի հետ մի քիչ համակերպենք, էլի այդ ամեն ինչը։ Հասկացա, շնորհակալ եմ զանգի համար, հարգելի։ Ձեզ լավ օր։ Ես եմ շնորհակալ, լավ է, ձեզ էլ լավ օր, հաջողություն եմ մաղթում ձեզ։ 747-477-3444 մեր ուղիղ եթերի հեռախոսահամարն է Արգաժան ռադիոլսողի հարցադրումները մի քանի կողմից էին, բայց ոնց հասկացա էական է, այդ հանրապետությունների փոփոխությունն է։ Ընկերներ, որպես այդպիսին հանրապետությունների փոփոխություն առաջին, երկրորդ, երրորդ եւ հիմա էլ չորրորդ պատմության տեսանկյունից որ նայում ես չի եղել։ Այս 90-ականներին երրորդ հանրապետություն կոչվածը մտավ շրջաբերականի մեջ, այն էլ զուտ պատմական գնահատականներ տալով։ Առաջին հանրապետությունը, որ Հայաստանի հանրապետություն, այն ժամանակ առաջին հանրապետություն չէր կոչվում։ Դա ուղղակի պատմության մեջ, պատմության ընթացքի մեջ, որ սկսեցին գրել պատմություն, որ 18-ից 20 թվականի, 21 թվականի ռեսպուբլիկան հանրապետությունը, որպեսզի ոնց որ կարգավիճակ իրան տան, իրան կոչեցին առաջին հանրապետություն, բայց դաշնակցական կառավարության օրոք առաջին հանրապետությունը որ հռչակվեց, Հայաստանի հանրապետություն հռչակվեց, ոչ թե ասում էին հռչակում ենք Հայաստանի առաջին հանրապետություն, չի եղել այդպես բան։ Հռչակել են Հայաստանի հանրապետություն։ Հայաստանի հանրապետությունը հռչակվեց ահավոր պայմաններում։ Երբ որ Անդրկովկասյան Սեյմը Ադրբեջանով, Թուրքիայով եւ Հայաստանը մի պետություն էր, անկախացել էր ռուսական կայսրությունից, այդ անտեր Լենին կոչվածը, որ հեղափոխություն արեց, հեղափոխություն եղավ 17 թվին, 1917 թվականին, ռուսական կայսրությունը ծայրամասերը քանդվեցին, Ֆինլանդիան իր համար անկախացավ, Հարավային Կովկասը իր համար, բայց որպես մի կազմ, Անդրկովկասյան կոնֆեդերացիայի ձևաչափով, որի մեջ մտնում էին Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան։
Դրանից բացի, քանի որ արդեն քեմալիստները զարթոնք էին ապրում, Լենին, Քեմալ մոտեցել էին իրար, արդեն այնտեղ իմպերիալիզմի դեմ պայքար էր, որովհետև Թուրքիայի վերջը տվել էին։ Սևրի պայմանագրով Թուրքիան լուծարվում էր Օսմանյան կայսրությունը, Թուրքիայից թտարն էին թողել։ Լենինն էլ որպես գրողը տանի իմպերիալիզմի դեմ էր իբր պայքարում, Քեմալն էլ, դրանք միավորվեցին, սկսեցին դրա դեմ պայքարել։ Եվ այդ պայքարի արդյունքում սկսվեց Կովկասի դեմ հարձակումներ, Վրաստանի դեմ հարձակումներ, Հայաստանի դեմ հարձակումներ եւ ուզում էին իրանք Հայաստանը ընդհանրապես արանքից անեին, որ Ադրբեջանին կպնեին կովկասյան թաթարների հետ, ուզում էին միութենական պետություն Անկարայից մինչև Կասպից ծով եւ այդ ժամանակ էր որ թուրքական գաղափարախոսությունը այդ պանթուրքիզմը բան իր գագաթնակետին հասավ մինչև Ալտայ ուզում էին հասնեին գնային եւ այդ ընթացքում Հայաստանի որ Վրաստանը գերմանացիների պոչը բռնեց Գերմանիայի այսպես դրոշը բարձրացվեց բան Սուխումում քիչ թե շատ արդեն բանը Վրաստանը ապահոված էր հայերը մնացին մենակ եւ այդ պայմաններում իդեպ որ արխիվները կարդակ Թուրքիան է պահանջում որպեսզի Հայաստանը իր անկախությունը հռչակի որովհետեւ եթե Ռուսաստանի ոնց որ ինքը հովանավորչությունը կորում է դու ասում ես դու պիտի հռչակես Հայաստանի Հանրապետություն եւ 10000 քառակուսի կիլոմետր տեղ էին թողնում են Սևանի կես ափը Կոտայքի այսօրվա մարզը մինչև Երևան էս էր Հայաստանը թողելու որովհետեւ հեշտ հարցերը կլուծեին բայց փառք Աստծո Սարդարապետի Բաշապարանի Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո մեր հզոր իդեպ այդ մարդկանց որ ասում է founding fathers Ամերիկայում կա չէ հիմնադիր հայրեր այդ հերոսներին գեներալ Սիլիկյանն է Թոմաս Նազարբեկյանն է այնտեղ ովքեր են այդ բաները հա Քրիստոֆոր Արարատյանն է այն մարդիկ ովքեր առաջին հանրապետության համար կյանք են դրել այ իրանք պիտի լինեն մեր հիմնադիր հայրերը այդ մարդկանց արցաններ էս գիչ չկա այդ մարդիկ են այսօրվա Հայաստանը կերտ է 10000 քառակուսի էին մեզ թողել էտել էին համբ էին անելու պրծնեին արցան չկա Սիլիկյան թաղամաս են սարքենոր գերեզմանա էսա հարգանք այն մարդը կյանք հարել է անունով գերեզման են դրել ավելի մարդկություն չկա ստե բայց այդ չի կարևոր այդ հռչակվեց Հայաստանի Հանրապետություն տևեց քիչ թե շատ մի 2 տարի մի քիչ ավել մի քիչ պակաս Կարմիր բանակը Սարգիս Կասյանի կամ Կասյանովի գրողը տանի այդ կեղտին մտան բան խորհրդային կարգեր հաստատեցին Հայաստանում դարձավ իբր երկրորդ հանրապետություն սոցիալիստական այդ հետոյեն պատմիչներն են այդ գնահատականը տվել չկա տենց բան մենք գալիս ենք երկրորդ հանրապետություն հռչակենք չէ խորհրդային ժամանակաշրջանը կոչվեց երկրորդ հանրապետություն սոցիալիստական հանրապետություն որը տևեց մինչև 91 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվե խորհրդային միությունը քանդվում է հռչակում ենք առաջին հռչակում ենք կրկին Հայաստանի Հանրապետություն հենվելով առաջին հանրապետության վրա արդեն այդտեղ առաջին հանրապետություն թեման սկսեցին շրջանառության մեջ դնել որ հասկանան որ թվի մասն է խոսքը 18-ից 21 առաջին հանրապետություն բայց որն է այսել է երրորդն է ուրեմն հիմա Փաշինյանը 4-րդն է հայտարարում ես չգիտեմ Փաշինյանը ինչ որ գնա 5-րդն ենք հայտարարում բացարձակ չեմ հասկանում, բայց այն որ երրորդ հանրապետությունը ես որպես երրորդ հանրապետության սերունդ ես 91 թվի ծնունդ եմ, այսինքն երրորդ հանրապետության տարիքի եմ, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ խերը չենք տեսել մենք այդ երրորդ հանրապետության։ Ես չգիտեմ 4-րդը մեզ որևէ դրական բան կտա թե ոչ, բայց երրորդը բացի տառապանքից, կեղծարարությունից, ալան-թալանից, հանցանքից, գողապետությունից ոչ մի բան չի։ Մեկը թո դուրս գա, ով որ այդ կոլեկտիվի չի ասի, հա երրորդ հանրապետությունը մեզ տվեց, եթե մեկն է հանգած բախտը փորձի ասի մեզ տվել է հաղթանակ, կասեմ ուր է այդ հաղթանակը, որտեղ էր այդ հաղթանակը ամրագրած, որտեղ էր այդ հաղթանակը ամրագրած, ով էր ճանաչում այդ հաղթանակը, որ մի երկիրը, դուք ինքներդ ձեր հաղթանակը չեք ճանաչել, դուք ինքներդ ձեր հաղթանակը թղթի վրա չեք հանձնել, գնացել եք Ադրբեջանի հետ բանակցել եք, ինչ հաղթանակ, որ Եռաբլուրը տարակ ամենանվիրական տղեկին դրեցիք, այդ էր ձեր հաղթանակը, որ հետո 30 տար կազմակերպած բան արեցին, եկան սաղ տարան, դուք եք հանդուրժել այդ ամեն ինչը, այնպես չպահեիք երկիրը, որ 100,000-ներով ձեր դեմ դուզգային ընդվզեին, որ մի հատ էլ այնպես մարդ գար, որ կազմակերպել էր այդ ամեն ինչը տարավ, այնպես երկիր պահի կարա, ասեիք ոնց թե մենք դուզ գանք փողոց, մենք մեր նախագահի դեմ ընդվզենք, այս հաղթական, ասում է,
հաղթական նախագահին մեկ առանց ամաչելու ասում է, բա մենք դուրս գանք մեր հաղթական նախագահի դեմ, բա մենք այս մարդիկ այս առոք փառոք կյանքը մեզ տվել են, մենք ընդվզենք 100,000-երով շամպանսկի էին խմում, իրար պաչում էին, ահել ջահել, մոռացել եք այդ կադրերը, այդ սիրո վերաբերմունք էր նախկինների հանդեպ, հազիվ պրծան, այդ լավ կյանքից չէր, որ այդ հետո չգիտեին, հետո ինչա լինելու, ես էլ հետները չգիտեի, մատիցս հոտեի, կաչը ես չգիտեի, այսա ամբողջ ավանտյուրան անգրագիտության արդյունքը, որ հիմա արդեն որ գետը ամեն անգամ գերան չի բերում, արդեն ամբողջ ֆիզիկան ու ֆիզիոլոգիան փոխվել է, արդեն ահա, սա այսպես էր, սա այնպես էր, սա այսպես պիտի լիներ, այդպես չի լինում։ Լինում անենց ոնց որ հաղթանակի կարճ ժամանակներում արագ, պարտվել է ախպեր ջան, արիստե հլը։ Ալիև հերներ, արիստե հլը, լամի եկստի, պիտի ասեր, մարդամեկ միստե արի, նստսներ ոնց որ ինքն է անում։ Յոլդը Փաշինյան ասում էր, չէ՞, միացեր Յոլդը արի եւ արիստե հլը, ադրբեջաներն է գիտեն շատ լավ, հլը մի հատ ինքը բռունսկը թափտար, ծիծաղար եւ այլն։ Այդպես պիտի լիներ, մենք այդ կադրերը պիտի ունենայինք մեր արխիվում, ոչ թե հիմա սերունդները այդ չստացած բեղավորի կադրերն են նայելու, վատ են զգալու, որ մեր վրա է այդ ամեն ինչը ծիծաղացել։ Հաղթանակը տենց է լինում։ Որ Տեր-Պետրոսյանը մտավ Ստեփանակերտ, այդ կադրերը տեսել եք այն ավտոմատներով որ վազում են, ման մտել։ Այդպես պիտի լիներ, պիտի մտներ Ստեփանակերտ, գրավել է, օքեյ, տղայա գրավել է, լավ արա, այն դե ստորագրում է միացնում է Հայաստանին, եթե տենց քայլող տղեկ են, միացնում ենք Հայաստանին, վերջ, Ղարաբաղի հարցը փակված է, լուծվել է Ղարաբաղի հարցը, վերջ, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մարզ է, ես տենց եմ պատկերացնում, բայց չէ, ոնց թե դա պետություն պիտի լինի, արա, մի հոգուին սույս տվեք, ես պատմության հետ եմ աշխատում, մի հոգուին սույս տվեք, ով որ 100,000 մարդու համար պետությունա ստեղծե։ Մի հատ մի բան ցույց տվեք, որ ասում է Կոսովոն։ Արա Կոսովոյում 3 միլիոն մարդ է ապրում ու տարբեր ազգ են, կասավառ են կոչվում։ Տարբեր ժողովուրդ են։ Ասում էին մեզ սպանում են սերբերը։ Ալբանացի կնդե են սպանում, խորվատները ընդե են սպանում սերբերը ընդե են սպանում։ Որտե ապրենք։ Ստեղծեց աշխարհը Կոսովո։ 3 միլիոն ապրեք Ազիզջան, անուշ արեք ձեր երկիրը։ Դե 100,000 մարդ ծեծելով ջարդելով 200,000 չկարացանք սարքենք 30 տարվա մեջ ու հայ են, ասում հայ են։ Հա, ախպեր ջան, դուք ձեր երկիրը ունեք, գնացեք ապրեք ձեր երկիրին, չեք ուզում մեզնից։ Այդ էր ամբողջ սխալը։ Առանձին պիտի միանար Հայաստանին։ Վերջ։ Մի մասը օքեյ, դու զիջեին, եթե զիջելու հարց կար, մի մասը միանար, պրսներս հարցը եթար։ Հաղթելու թվին 94, 95, 96, ոչ ավել։ Բայց չէ, այդանք բանակցենք, էդեմա 30 տարի սպասեցին, խելոգարը 2 օր կաթաուտում։ Ռուսների հետ հարստացան, Եվրոպացուն նավթա դոլարներով առան, արաբական աշխարհը միացրեցին, Իսրայելի համապատասխան տեղը մտան։ Ոտես պիտի ելիս մենք, ոչ միտե, ոնց ասի ցար բատյուշկան։ Վայ ապրենք մեր բան Պուտինը, վայ ապրենք բան спасибо Путину. Вот и увидели, асма, ինչ եղավ. И сидит опять старуха, а перед ней разбитая корыто, асма. Не хочу бам пити картак. Дасаканнер картала պետք ասма. Чего тебе надобно, старче? Ей с поклоном старик отвечает. Я Пушкиний. Դրամար սատից բաներ, ախպեր ջան, սատից բաներ։ Դա։ Գնանք առաջ, շատ պարզ իրանց հաղթանակներ եղել, իրանց հաղթանակն է եղել։ Դե։ Շատ ճիշտ է, Զաֆարաջան պիտի միանար, դառնար, հա, մարդ, պարզից էլ պարզա դա։ Ռաֆայջան, քո մտքերը պիտի մտնեն դպրոցի դասագրքերի մեջ եւ դասավանդվեն բանի մածուսուցիչների միջոցով միայն ճիշտ դաստիարակությամբ եւ ազգային մտածողությունը կփոխվի։ Մադլեն Աբրամյանն է ասում։ Հաճելի է, նման ամբիցիաներ չունեմ, մեծամտություն կհնչի։ Ես վստահ եմ շատ խելոք, շատ բանիմաց մարդիկ կան, ովքեր պետք է գրքեր գրեն, դասագրքեր գրեն, ես դասագիր գրող չեմ։ Ես գիրք եմ գրել կոչում է հայ ամերիկյան օրագիրը, որը մտորումներն է, LAX-ը բան արեմ, ոնց է կոչվում, freeze արե ամբողջ լոդը։ Հարյուրավոր գրքեր LAX-ում են, եթե
միտինգի հարց կա ընկերներ, գնացեք LAX օկտեկինց գրքերը բան, ուրեմն ինչա եղել, պատմում եմ։ Ինչի մեծ խմբականակ մի քանի 100 մարդ չի ստացել իր գրքերը։ Զանգ եկել եք, Ռաֆայել ունեցական գրքերը ուղարկվել են։ Ուղարկվել է համարյա մի ամիս առաջ։ Մեծ խմբականակ, մաքսայինով, հարկայինով $1000 քանյա փող եմ տվել այդ գրքերը, որ գահասնի հետ է։ Բայց այդ չի կարևոր։ Չգիտեմ ով, այդ կոնտեյների մեջ, որ մեծ խմբականակ գալիս է, դրա մեջ նաև ուրիշ մարդիկ են ինչ-որ ապրանքներ են ուղարկել։ Մենակ իմ անձնական կոնտեյները չի։ Ավելուկ ու չգիտեմ ինչ են դրել, ոյ անաստվածներ, արա ավելուկ Ջոնսոն թափածայից բորբստած ավելուկը առնող չկա, ավելուկ են ուղարկել, բանը տարել է այդ agricultural department ստուգումների, ամբողջ load-ը տարել են ընդ, դուք մարդ եք, բա, մարդկանց ինֆարկտի եք հասցնում, ապա գրքի հետ ավելուկ եք դնում, ու մի խոսքով, հիմա ընկերներ, եղբայրներ եւ քույրեր, ներողամիտ եղեք, այո, ուշանում է գրքերը, մարդ ենք, կհասնի, հանում ենք, ամեն օր զանգում եմ այդ համապատասխան այդ cargo department-ը, գժվել եմ արդեն, համարս բլոկ են անում արդեն, կհասնի, եկել է, լոսում է, մնում է այդ agricultural, չգիտեմ ինչերը ստուգեն, մեր load-ը տան մեզ տանենք մարդկանց բաժանենք, պրստենք այդ գրքերը, ես է պրստեմ մի կողմից, գժվեցի, խելագարվեցի, ավելուկ, ատում եմ ես այդ ավելուկը, բանա, լավ, հիմա, հարգելի իմ եղբայրներ եւ քույրեր, հանգիստ, ինչպես ասում են, դու կուլտուրական մարդ ես, գրքից ես խոսում, արի դադար դու, հիմա մեզ մոտ դադար, մեր հարգելի գործընկերների գովազդային ծանուցումները, որից հետո ավանդույթը չխախտելով հայի ամերիկյան օրագրից հատված եղելության մասին, եթե դեմ չեք, okay? FM 102.5 HD3 Armusic Radio աշխատում ենք ձեզ համար։ Մշտական հեռուստադիտողները եւ ռադիոլսողները կփաստեն, միշտ ժամացույցը հանում է մատանի բան, որ պճնված հաղորդավարներ կան, չէ՞, ստացած։ Ինչ եմ ես ռադիոն սիրում, աստված եմ։ Ինչ եմ ես ռադիոն սիրում։ Աշխատում եմ հեռուստատեսություն եւ ռադիոյում։ Ինչ եմ սիրել որն է պաշտում ռադիոն։ Որտեւ ռադիոն տնավարի է։ Ռադիոն հանգիստ ձայն, այո, ես մի քիչ էմոցիոնալ եմ, ժեստիկուլյացիա, ինչ որ sense միմիկաներ կա, բայց առաջ չէին տեսնում։ Այս կադրը մի 4-5 տարի է որ հայտնվեց, որ աշխատում է ռադիոյում, ձայնի վրա էլ ամբողջ շեշտադրում է, մարդիկ լսում էին, հետո նոր արդեն սկսեցին նայ վիզուալ առումով տեսնել, բայց հիմա պատկերացրեք, ովքեր Facebook-ով են նայում, ահա ես անջատ եմ, հա։ Պատկերացրեք այսպես։ Ամբողջ էմոցիատ արդեն քո պատկերացման վրա է դրում, ոնց է խոսում, ինչ է ասում, ձայնը ելևեջը, բարձրություն, բարկանում է արդյոք, թե ավելի նուրբ է խոսում, ավելի հանդարտ, այդ սա արդեն ձեր պատկերացման վրա է։ Դրա համար ռադիոն լսելը նաև օգտակար է, բարեկամներ, օգտակար է, որ դուք զարգացնում եք ձեր պատկերավոր, գիրք կարդալու պես բան է։ Ռադիոն միշտ լինելու է արդի, որովհետև դա ձեր ընկերն է, ձեր երևակայությունն է զարգացնում, ձեր միտքը, ասենք, տեսնելը հեռուստատեսությունը ինչ ասում է, սա ցույց է տալի։ Այսօր հանդիպել են Պողոս Պետրոսը ցույց է տալի գնացին ձեր սեղմում բանից ռադիոն ինքը ասում է դու պիտի պատկերացնես, գիրք կարդալու պես է։ Ամեն մարդ իր պատկերն է տեսնում։ Ձիավորները քայլելով մտան հրապարակ, ամբողը ինչ որ ծափ ողջույներով դիմավորեց նրան, ամեն մեկը իր պատկերացումը, քանի ձիավոր է, ինչ գույնի են ձիերը, ինչ ձևի են ձիավորները, ժողովրդի քանակը, դարպասները ինչ ձևի են, որ բացվեցին, ու այդպես շարունակ։ Դրա համար որպես ամփոփում ընկերներ, հայի ամերիկյան օրագրից եւս մի հատված ընթերցեմ ձեզ համար։ Շնորհակալ եմ, որ ձեռք եք բերում, պատվիրում եք, որոշները հասան տեղ, որոշները սպասում են իրենց հերթին, հարյուրավորները ճանապարհին են, ասեն ուրիշ ճանապարհով են ուղարկել Աստվածին, ուրիշ ճանապարհով, բայց շուտով վստահ եմ մնացած հատվածներն է կգան, բայց այստեղ ասում են զանգ ունենք, արի լսենք ռադիոլսողին, հետո շարունակենք, եթե դեմ չեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ լավ, դուք ինչպես եք։
Լավ, это ավելուկի եւ գրքերի համար ֆիքտելացի ծիծաղայ։ Okay, Աննաջան։ Ես մի հատ idea ունեմ։ Ասում եմ հենց agriculture department-ից բաց թողեն գրքերն ու ավելուկը, մի հատ ավելուկ party անենք ով որ գիրքը։ Պատվիրել է ով էլ որ չի արել մի հատ անի, կազագի գիրքը։ Բոլորին հրավիրում եմ մեր տուն ավելուկ Party համը գրքերը կբաժանենք որտեղ էսի գիտե լացեի ծիծաղայի այդի ուղղակի շատ հետաքրքիր էր էլի բռնել են ավելուկը դրել են գրքերի Իրոք դա ինչ ասեմ բայց հուսամ մոտ օրերս կհանենք էլի այդ ամեն ինչը որտեղ մարկանց գրքերը այդ թվում Աննա ջան ձեր գրքերն էլ անդե տենց ուրախ ասում եք ձերն էլ անդե Ես էլ տենց ուրախացել եմ ինձ Ձերն էլ անդե Չգիտեմ բայց էդի շատ համտի ծաղալու համ լացելու էր բայց ով օրդեր արել հրավիրում եմ մեր տուն ավելուկ party ով էլ չի արել գիրքը օրդեր արեք որ հրավիրվեք նորից մեր տուն ավելուկ ուտելու Մյուս ամիս գալիս եմ Աննա ջան ու կազմակերպում ենք մի հատ լավ բան այդ գամ խոսանք ուրեմն Պրոստը ես ավելուկ չեմ սիրում ես պամիդորով ձված եմ քսակի մոտ ինչ ուզում ա թողուտի համեցեք Ձեզ լավ որ Աննա ջան նոսեն բարիներ ապրեք լավ օրցես Իմ հազարդ ամենաջերմ ընկերներից մեկը Աննան ուրեմն երբ էր մի 2 տարի առաջ մի քիչ երևի քիչ զանգում է բա հանդիպենք Ռաֆայել ջան եւ այլն ռեստորան գնանք քանի որ ասես չեմ սիրում ավելուկ պամիդորով ծվածակ սարքեմ ասում եմ դուք նախասիրություն ունեք ռեստորանի ասում եմ եթե խաշած հավ չի խաշ չի ամեն ինչ ուտում եմ բացի մորորից խաշից ու բանից այդ ինչ անունը խաշած հավ աստվածիմ մի խոսքով ճաշակին ընկեր չկա համով բանակերեք անուշարեք կոմենտներում չգրեք վայ բա հայը խաշ չի ուտի չէ օրգաններ չեմ ուտում ոչ մի մնացորդներ ոչ մի վերջույթներ ոչ մի տաժվեժիկ ոչ մի թոկուսիրտ ու ջիգար ոչ մի բան հիմա հայ ամերիկյան օրագիր մի հատված որպես ամփոփում իմ հարազատներ ու հանկարծ մենք սկսեցին կարդալ Կարդալ ոչ թե գրեհի, կանտաղանդ եւ վերջապես ապուշ տեքստեր, այլ գրեթե գեղարվեստական գրականություն, դա նկատելի է։ Շատ տարիներ չեն անցել այն օրվանից, երբ օգտատերերը խնդրում էին, որ տեսանյութեր պատրաստեմ ու իրենց փոխարեն կարդամ գրածներս։ Երևի կհիշեք, մի ժամանակ այդպես էլ անում էի։ Պատրաստում էի տեսանյութեր, կարդում էի իրանց փոխարեն։ Հետո Աճեցինք համբերատար, միասին հասկացանք, որ կարդալը ավելի գեղեցիկ է։ Ես հատուկ չեմ շեշտադրում բառերը։ Ես չեմ ընտրում առոգանությունը ձեր փոխարեն։ Օրինակ քիչ առաջ աճեցինք միասին բառակապակցությունը 2 անգամ կարդացիք, չէ՞։ Նկատեցիք, այ որ դուք կարդայիք կհասկանայիք։ 2 անգամ կարդացիք ու այդպես էլ չընկալեցիք այդ հասկացողությունը։ Այս է ինտերակտիվ գրականությունը։ Ես տալիս եմ միտքը, որպես հեղինակ, գաղափարը, մեկնաբանում եմ էությունը, որը արդեն յուրաքանչյուր ընթերցող ներկում է արդեն իր գույներով։ Ոմանք վերցնում են սևը եւ ներկում են իր հոգու գույները։ Ոմանք վերցնում են ուրիշ գույներ եւ շարունակում են տարածվել։ Ոմանք էլ տանում են իրենց հետ։ Տարեք, անուշ լինի, բա իհարկե պիտի տանեք, բա ինչ պիտի անեք։ Այդ է ստեղծագործող մարդու առաքելությունը, հավաքագրել հասարակության մտքերը, ինչ որ առումով ֆիլտրել դրանք, վերաշարադրել, ասել այնպես, որ կարծես ամեն մեկի միտքն է կարդացել։ Իսկ ո՞նց են հուզում հարցերը, որոնք տարիներ շարունակ բարձրաձայնել ենք միասին եթերներում, քաղաքականությունից մինչև արվեստ, պատմությունից մինչև մարդկային փոխհարաբերություններ, բարդ աշխատանք է եթերը ընդհանրապես, այո։ Հաճախ համեմատում եմ ինչ-որ առումով Երուսաղեմի լացի պատի հետ եթերը, երբ հավատացյալները գալիս են եւ խոսում են իրենց խնդիրներից, իսկ դիմացը միայն պատն է լուր, անձայն եւ մռայլ։ Հաճախ եմ մտածում, թե ով է հենց հիմա կարդում գրածս, ինչ է նա մտածում, ինչպիսի ճանապարհ է անցել այդ անհատը, ճանաչում եմ արդյոք նրան, դիպչում եմ արդյոք նրա հոգու գույներին, թե ոչ։ Մայրս ասում է, որ ես շատ բարդ եմ խոսում ու գրում։
Իսկ ես հակադարձում եմ մամ, հայերի մասին գրելը հեշտ չէ։ Ախ, եթե դու գիտակցեիք, թե ինչ որ ճշգործություն են իրականացրել մեր մտավորականներից շատերը, այս դարերի ընթացքում իհարկե Աստվածիմ, ոչ բոլորը, նորից եմ ասում, ոչ բոլորը, բայց ճնշող մեծամասնությունը, թե որքան են մեզ երես տվել, զուր տեղը, որքան են մեզ գոռոզացրել, լճացրել, ստրկացրել եւ այս ամենի հետ մեկտեղ բարոյական հաղթանակների դափնիները տվել մեզ ոչ մեկից չգերադասելու որդու падգամը գիքորի հոգեբանությամբ, ծաղիկ կովի պես քարշ են տվել մեզ ձորերով, անեծքով աղոթած աղը դրել են բերաններս ու հիմա զարկում են գետնին, մինչդեռ մենք կանգուն ենք մեր լեռների պես, եւ միայն այստեղ է բարձրիկ սևանում, երկինքը իր ջինջ պատկերն է հանում, իմ նոր հայրենիք, իմ հզոր հայրենիք, այս տասնամյակների ընթացքում բազազ արտեմները հասան կառավարություն, զիմզիմովները հասան ազգային ժողով, ինչպես կարող է մեր ազգային գլխավոր վեպը Սամվելը քարոզել ծնողասպանություն, այն էլ հավատի հողի վրա, լավ ինչպես սրա մասին գրել 19-րդ դարում, Աստված իմ, ինչու պիտի Մեքսիկ Գարսիա Մարկեսը, Մեքսիկ, որին մենք լոբի ենք ասում, խոսի համամարտկային արժեքներից, բարձր գաղափարներից խոսի համամարտկային արժեքներից, որոնք վեհացնում են մարդու էությունը, իսկ քրիստոնյա առաջին իմ ժողովուրդը իր ազգային վեպում պիտի քարոզի ծնողասպանությունը, էլ ես ինչպես բացատրեմ Բալզակ կարդացող ֆրանսիացուն, որ մայրս կրակապաշտ էր։ Հեմինգվեյ կարդացողին ես ինչպես բացատրեմ ախ Թամարի պատմությունը, լավ ես ոնց բացատրեմ, որ կես գիշերին տղեն լողալով կտրում էր լիճը, որ սիրած աղջկան տեսնի, որովհետև ծնողները դեմ էին։ Իդեպ ինձ համար այդ պատմության գլխավոր հերոսը իհարկե հենց այդ տղեն է, ում անունը մենք այդպես էլ չգիտենք, այդ տղեն, ով սխրան գործելով նետվում է լիճը, հասնելու իր սիրեցյալին, անունը չգիտենք։ Իհարկե, Շեքսպիրի Ռոմեո ու Ջուլիետն էլ է սիրո պատմություն, բայց դե այնտեղ ուրիշ մակարդակ է, ուրիշ բառեր է, ուրիշ ընտրություն է, մինչև այսօր դասականը բոլոր թատրոններում Շեքսպիր են խաղում, մի համեմատվեք։ Ընդհանրապես, վեհություն, որ ասում եք, նկատել եք մենք ություններից վատ ենք, վատա, դատեք ինքներդ, արդարադատություն, սկսվավ, նախագահություն, նույն բանն է, կառավարություն, մենք ություններից վատ ենք, եթե ուզում եք չքաղաքականացնեմ, ասեմ, օրինակ, ճարտարապետություն, լավ ենք հիմա, շինարարություն, գրականություն, միակությունը, որտեղ մենք փայլում ենք եւ չենք հանդուրժում որևէ մրցակցություն, դա ցեղասպանությունն է։ Երկրորդ տեղում ճուզողությունը, երրորդ տեղը չեմ ասի։ Եվ ում էլ աշխարհը մի քիչ ճանաչում է, իսկ աշխարհ ասելով նկատի ունեմ հիմնականում հետխորհրդային երկրները, որովհետեւ սովետի օրոք են ապրել, դե աշխարհահռչակ մարդկանց մասին իհարկե Բաբաջանյան, Արամ Խաչատրյան, Համբարձումյան, Փարաջանով հզոր մարդկանց է ճանաչել։ Իսկ Շարլը, ընկերներ, մեծն Շարլը այդպես էլ շաղնուր կմնար, եթե չգնար Ֆրանսիա, կամ չծնվեր Ֆրանսիայում ավելի ճիշտ։ Շարլը այդպես էլ շաղնուր կմնար, Փարիզյան սրճարանները նրան ստիպեցին նրբագեղությամբ, թաշկինակով սրբել ձեռքի մատները, նրբությամբ տարածել ջերմակ թաշկինակը ու երգել La bohème, թե չէ եթե մեր օրինակ չգիտեմ, Խարբերթում ծնվեր, կամ որտե ասեմ, Անաստասավանում ասենք, մեծանա Շարլը, ես վստահ եմ, թաշկինակը պարելուց կգցեր վզին, որ քրտինքը քաշի ջանը ու թփրտալով կպարեր։ La bohème-ի երես չէինք տենա, հենց որ Փառք Աստծո, անամոթություն։ Բայց ճշմարիտը գիտեք որն է, հարգելի բարեկամներ, որ այնտեղ չկա ություն, որտեղ որ չկա ություն, մենք բավականին լավ ենք։ Օրինակ շախմատ, լավ ենք, ծանրամարտ,
հրաշալի, բաց կա մարդ, ընտիր, բա ություններից, որ ասում են վատ եք, ինչի եք նեղանում, ասենք ասում շինարարություն, վատ ենք նեղանում եք, բա ժողովուրդը, շինարար ժողովուրդը, ցեմենտ բիտոնը իր շենքերի ֆունդամենտից կգողանար, որ շինարար ժողովուրդը իր պատմամշակութային շենքերը կքանդեր, մի հատ պատմական շենք չթողեցիք, շինարար իմ ժողովուրդ, բա կոմիտաս ծնած ազգը, կլսեր ես, ոնց ասեմ, ես բարբաջանքը, որ միլիոնավոր դիտումներ է հավաքում, բա բերդ, յարխուշտա, զուրնի տրնգի պարող ժողովուրդը այս ձևով կպարի հարսանիքներին եւ ոչ միայն դոլյա երկի ներքո իհարկե ոչ բա Փարաջանով տված մարդը ազգը ժողովուրդը այսպիսի սերիալներ կնկարի Ներսիսյան տված ազգը բազմոցին նստած սյուժեով տեսարաններ կբեմադրի Թամանյանից ամաչեք, այն մարդ, Թամանյանից։ Ինչ արեց, Երևանը ինքը արեց։ Որ մեկն ասեն, որ մեկը։ Եվ ամենացավալին, բա 700 տարի պետություն երազած ազգը, այսպիսի պետականություն կկառուցեր։ Այսպիսի պետականություն։ Վայ, մոռացել էի, մենք պետականություն, մենք ություններից վատ ենք, հա։ Դե, մտածեք այս ուղղությամբ։ Հայ ամերիկյան օրակիր 42 օրինակ մնացել գրքից, 42 օրինակ հարյուրավորները գնացել են, եթե ցանկանում եք ձեռք բերել, Rafael.online կայքում է միայն տոդո ամբողջ այն տեղ է, ձեզ մաղթում եմ լավ հանգստյան օրեր հարգելի բարեկամներ, մեր գործընկերներից շնորհակալություն, որ մեզ հետ են, գլխավոր հովանավոր Սևան Meat Market եւ Սևան Meat and Fish Market, շնորհակալ եմ անչափ, որ մեզ հետ եք, Lemon Law Boulevard իրավաբանական գրասենյակը իր հմուտ թիմով եւս մեր հաղորդման գործընկերն է, շնորհակալություն, Level ռեստորան եւ lounge-ը Glendale-ում հրաշալի վայր, լավ ժամանցի համար մեզ հետ եք, շնորհակալ եմ, Vivaldi Venues and Catering, շնորհակալ ենք, որ մեզ հետ եք, 707-771-7771 հիշեք համարը, մեր հրաշալի գործընկերներից իհարկե LA Smart Blinds-ը 1808 Victory Boulevard հասցեում ոլորտի առաջատարը, Little Paris Boutique-ը 44 տարի համայնքում հայ ընտանիքների լավագույն առևտրի կենտրոն, Ժաննա Գրիգորյանը, որպես հիվանդության թոշակի, դիդի նպաստների, կենսաթոշակի, բժշկական ցուցումով քաղաքացիության քննությունից ազատվելու, տարբեր նպաստների, օգնությունների հարցով թղթաբանական գործառույթների լավագույն ընկեր, բացառիկ գործընկեր Ուիլյամ Քոստիգանը, ով կազատի ձեզ ցավերից, տառապանքներից եւ ոտքի կանգնացնի բարից բուն եւ լայն իմաստով, գործընկեր է Jazz Garden բացօթյա միջոցառումների համար ընտիր ռեստորանը, Թահանգը քաղաքում Ֆութիլի վրա 6500 Ֆութիլ Boulevard, SVH Travel-ը դեպ երկուշաբթի օրը SVH-ի հետ հանդիպում ենք ունենալու եթերում, բայց չթողնեք երկուշաբթի օրվա եթերը, 5 օրյա Thanksgiving-ի գնում են Royal Caribbean ճանապարհորդության միացեք, Claims Assist թիմը Կարո Աճեմյանի գլխավորությամբ, ով ինշուրանսների հետ կպայքարի ձեր տան գույքի վնասի, մաքսիմալ փոխհատուցում ստանալու համար, Symmetry Care կենտրոնը Դոկտոր Երվան Թիթիզյանի գլխավորությամբ, ով պարանոցի ցավեր, մեջքի ցավեր, քայրոպրակտորը շատ լավ եւ երկար տարիների փորձառությամբ Glendale քաղաքում է գտնվում։ Եթե դուք էլ ցանկանում եք միանալ մեր գործընկերությանը, ապա Ռաֆայել Մնացականյան Facebook-յան էջին կարող եք գրել, կարող եք զանգարել նշված համարին, ուղիղ եթերի համարին եւ միասին կգնանք զարգացնելու եւ ձեր բիզնեսը, մեր ռադիոն, մեր եթերը։ Բարի, այսքանը, գիտեմ վաստակած հանգստի այս շաբաթ շատ խառներ բոլոր իմաստներով, բայց չենք դժգոհում, որովհետեւ խառի մեջ մի լավ բան կա, էլի սենց միապաղաղություն չի, չես ձանձրանում, նոր բաներ ես բացահայտում եւ գնում ես առաջ։ Այսքանը, լավ եղեք, սիրում եմ բոլորիդ, հպարտ եմ ձեզնով, իմ ռադիոլսողների ով եմ հպարտ, մեր հզոր ռադիոլսողները։ Այսքանը, լավ եղեք։ Լսել, մտածել, գիտակցել ու հասկանալ։ Յոգա ուղեղի համար։ Միջոցառումն էլ շատ հետաքրքիր անուն ունի, հայ ամերիկյան օրագիրը։ Գնանք առաջ։ Ու դարձյալ երեկո է։ Մեզ ասում էին,
սա թալիշ է։ Որտեղ որպես հեգնանք իրականանում են մեր երազանքները, հայրենիքը գենի մասն է, որ տվել է մեր Աստված։ Գիշերվա անդորը, սա կյանք պաշտող, բայց և կյանքը արհամարող ժողովուրդ է։ Եվ Կալիֆոռնիայի սենատը հանդես եկավ մի շատ գեղեցիկ հարգանքի ու գնահատանքի հավաստագրով։